Ողջույն ժողովուրդ, բարի երեկո լավ մարդկանց, այլանդակներն կան, շատ են։ Ուրեմն վերջին նորություններն եմ կիսվում, կապված ինձ ստատուսի եւ այլն։ Այսօր իմացա, այսօր ինձ հայտնեցին, որ ստեղի միգրացիոնը ինձ փաստորեն մերժեց ապաստարան տրամադրելու։ Հիմա փաստաբանները ասում են, կարող ենք բողոքարկել եւ այլն, ես գիտեմ, ասեք հա մի քանի ամիս է դա քաշի։ Բայց տեսեք ինչքան աբիդն է, էլի։ Էլ ում ասես ինչ ուկրաինացի, ռուս, ում ասես։ Այս վերջերս մի հատ տալիս են ապաս ամեն ինչ։ Այս վերջերս մի հատ ուկրաինացի Գերմանիայից եկա, որտեղ նա ուներ ստատուս։ Եկավ, ստեղ ստացավ ու գնաց, ստեղ էլ ստացավ։ Ինչի բա նավսյակ էլի կարող է պետք լինի, կարող է Գերմանիա մնաց օրենքները թունել, որ ասենք ձեր չտա կամ կապ հակեն երկիրը ինչ-որ մոբիլիզացիա անեն, ինքը ծխտով գազ, ուսես բաներ էր խոսում։ Հիմա օրենքով եթե ասենք եթե ես հիմա չեմ չբողոքարկեմ, չէ՞ սրած որոշումը։ Օրենքով ես պետքա լքեմ ես երկիրը, ինչ-որ մի շաբաթ են տալի թե ինչքան լքեմ, բայց հա, որ փաստաթուղթ չունեմ, ոնց եմ սահմանը զատելու։ Սրանց հազարան քանի անգամ եմ ասել։ Այդ հարցի չեմ պատասխանում։ Ասել դե զապ, որ փաստաթուղթ չունեմ, դուք մերժում եք, ոնց եմ լքելու։ Բան չեմ պատասխանել։ Վաղներ կասեմ, մի րոպե։ Ասա գալիս գորգորում եմ։ Բայց կարծեմ նաև օրենքով էլ այդ փաստաբան ասես։ Չգիտեմ, մտածալ, թե չէ ես բարձելու եմ։ Սրանք նաև իրավունք չունեն դեպորտացնել այդ երկիրը, որտեղից եկել ես։ Այսինքն դու կարաս ցանկացած օգնությամբ գնալ։ Այսինքն մի հաստատուկ պետքա սրանք տան։ Ես կեցամ հարևան Ալբանիա թեկուզ։ Так что այսքան բաներ էլի։ Սա այլանդակ, այս ալիքը նայում են սրանք։ Սեի ոստիկանում էլի կրկնում եմ, սա այլանդակ երկիր է։ Ես ուրախել եմ, որ մերժեց։ Ավելի շուտ հարցերը կլուծվի։